Բարև բոլորին, ձեզ հետ ես Էդվարդն եմ, և սա երկրորդ մասն է երազների մասին։ Մնացեք սկզբից մինչև վերջ ինձ հետ, քանի որ վիդեոն ունի շատ հետաքրքիր։ Դե ինչ, գնացինք։ Երբ որ դու քո երազում տեսնում ես գանգեր կամ կմախքներ, դա նշանակում է, որ դու ունես կուտակված վախ, չասված բաներ կամ ճնշված մտքեր։ Երբ որ դու քո երազում տեսնում ես արևի շողեր, դա նշանակում է դժվար շրջանից հետո լավ լուր, հոգեկան հավասարակշռություն և հանգստություն։ Երբ որ դու տեսնում ես քո երազում անվերջ սպիտակ մի սենյակ, դա զգացում է, որ ինչ-որ բան չի շարժվում, ամեն ինչ սառել է։ Երբ որ դու տենում ես անվերջ ճանապարհ կամ անվերջ միջանցք, դա նշանակում է, որ դեռ որոշում չունես և քո ճանապարհը պարզ չէ, և դու շարունակում ես քո հոգեբանական ինքնաճանաչումը։ Երբ որ դու տենում ես քո կյանքի պահերից, դա նշանակում է, որ դու վերանայում ես անցյալը, փորձում ես հասկանալ ինչ է քեզ ձևավորել։ Երբ որ դու քո երազում տենում ես խաղաղ երկինք և ճերմակ ափեր, դա նշանակում է, որ դու պատրաստ ես հանգստանալու, հոգին հանգիստ է կամ մոտ ապագայում խաղաղ շրջան է սպասում։ Եթե դու քո երազում տեսնում ես, որ սպանում ես ինչ-որ մեկին, դա չի նշանակում, որ դու իրական կյանքում ուզում ես ինչ-որ մեկին վնաս տալ։ Դա կարող է նշանակել քո հին վախերի, կասկածների կամ վերապրումների վերացում։ Ես թվում է դուք նայեցիք վիդեոն սկզբից մինչև վերջ։ Չմոռանաք դնել լայք և բաժանորդագրվել։